Մարիա հեռուստասերիալում Մարիան ու Դավիթը նստած են մեքենայում։ Ամեն ինչ հանգիստ է թվում, մինչ Դավիթը որոշում է դուրս գալ մեքենայից։ Այդ պահին հնչում է զանգ, Մարիան նայում է էկրանին, Ռաֆն է։ Մարիան շփոթվում է։ Նա խորը շունչ է քաշում, մի վայրկյան մտածում է վերցնի զանգը, թե թողնի, բայց որոշում է ոչինչ չանել։ Երբ Դավիթը վերադառնում է մեքենա, Մարիան ոչինչ չի ասում։ Սակայն մտքում միայն մի բան է պտտվում, նրանք պատրաստվում են հանդիպել, եւ այդ հանդիպումը լինելու է ճակատագրական։ Տուն հասնելուց հետո Մարիան սարսափած է։ Նրա սիրտը անհանգստացած բաբախում է, կարծես նախազգում է, որ մի բան ահավոր է տեղի ունենալու։ Նա հագուստն անգամ չի փոխում, զանգում է Աբուլին, հուզված ձայնով ասում. Արդյոք Դավիթը տանն է։ Աբուլն էլ պատասխանում է, որ ոչ։ Այդ պահին Մարիան ասում է այնինչ ամենաշատն էր վախենում բարձրաձայնել. Ես կարծում եմ, որ Դավիթը հանդիպելու է Ռաֆին։ Դրանից հետո Աբուլն էլ է խառնվում իրար, նա փորձում է պարզել արդյոք Ռաֆը տանն է։ Զանգում է Լիլիթին, Լիլիթը ասում է, որ Ռաֆն էլ տանը չէ։ Հիմա արդեն կասկած չկա։ Այս պահին ամեն ինչ ընթանում է հենց այնպես, ինչպես վախենում էին բոլորը։ Մարիան խոսում է Ռուբենի հետ եւ ասում, որ պարզի Դավիթի գտնվելու վայրը։ Ես զգում եմ, ինչ որ վատ բան է պատահելու։ Ռուբենը առանց հապաղելու գնում է աշխատանքի վայր։ Նա հրահանգում է իր աշխատակցին գտնել Դավիթի հեռախոսի գտնվելու վայրը, բայց հեռախոսը անհասանելի է։ Այս փաստը ել ավելի է սաստկացնում վատ կանխազգացումը։ Փոխարենը Ռաֆի հեռախոսն է հասանելի։ Ռուբենը հրահանգում է գտեք Ռաֆի տեղը հենց հիմա։ Մի քանի րոպե անց Ռաֆի գտնվելու վայրը հայտնաբերվում է։ Ռուբենը դուրս է շտապում, բայց նա ցավոք չի հասցնում։ Ռաֆը ատրճանակը ձեռքին մոտենում է Դավիթին, մի ակնթարթ եւ կրակոց։ Դավիթը գետնին է։ Ռաֆը բնականաբար փախչում է դեպքի վայրից։ Ռուբենը հայտնվում է այդ վայրում, գտնելով Դավիթին ահավոր վիճակում, վիրավոր։ Նա արագ կողմնորոշվում է եւ կանչում է շտապօգնություն։ Դավիթը դեռ շնչում է, բայց ժամանակը աշխատում է նրանց դեմ, իսկ Ռաֆը կրկին ազատության մեջ է։ Բայց արդյոք երկար ժամանակով դեռ պարզ չէ։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով արդյոք բացասական կերպար Ռաֆը սերիալի վերջում կձերբակալվի, թե ինչպես միշտ կմահանա։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տարի։ Դու լավ ես։ Կարայինք չմնք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապի։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկել նկարաման եմ մի խոսքը։ Բերիսար։ Անդրես։ Դեկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Он մոսկովազն եմ ալ։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։
Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժջուն ենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանմանը մեզ բայրության պետք է սկսել, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենայինք, որ մեր գործը սկսվեր ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը ամառ։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից են կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատ եք մեզ։ Հա, ինք շատ լավ բաբա է։ Են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախ ես ինձ այդքան լացացնում։ Ոնց որ սենց ուղղ են գնում։ Ոնց են գնում։